ամեն մարդը, ով 2 շաբաթ առաջ հետազոտվել է Ռոբերտ Խանզադյանը չի, կամ էլ դուք Ռոբերտ Խանզադյանը չեք։ Ռաֆայել։ Ինչ։ Իմ անունը Ռաֆայել է։ Ինչ։ Ուրեմն դուք Ռոբերտ Խանզադյանը չեք։ Երևի չէ։ Երևի։ Ես ինչ բաներ եմ հիշել։ Երեկո այսօր։ Մի աղջիկ։ Մենք ծանոթացանք են գերեզմաններում։ Ես հիշում եմ նրա անունը։ Սոնա։ Սոնա։ Հաստատ։ Սոնա, ես դա հիշում եմ։ Բժիշկ 4-րդ պալատի հիվանդը շատ վատ է։ Ինչ։ Հիմա իմ հերթն էլ օգանք։ Մենք երեխային կունենալ, իրար հետ ընդհանրապես չենք Դուք կարող եք չգտնել։ Գրություն դուք ինձ եղել երեզել։ Դուք համալաբաժանված Դուք Ռոբերտ Խանզադյանը չեք։ Ես ամեն ինչ հիշել եմ։ Մի վարկյանում ոնց որ ինչ մեկը գլխիս մեջ լուցկու հատիկ վառեր։ Մի ակնթարթ էլ չտևեց։ Ու ամեն ինչ հիշեցիք։ Ամեն ինչ։ Ես ուղղակի երազում էի, որ մի փոքրիկ պատառիկ հիշեմ, որ կարողանամ այս վիճակից դուրս գալ, բայց հիմա հարցերն ուրիշ շատ են գլխիս մեջ, քան այն ժամանակ։ Դրա համար խնդրում ինձ մենակ թողեք։ Մենակ թողեք, որ փորձեմ հասկանալ։ Վաղ կխոսենք, հա։ Լավ։ Կեր Արման։ Արման։ Սոված չեմ։
Սոված ես ու կուտես, ասեցի կեր։ Դե հերիք արդեն ինչքան կարելի է Արման, հա? Հիմա էլ դու, իմ պրոբլեմները քիչ են, հիմա էլ դու Արման։ Ես ամեն ինչ անում եմ քո համար։ Ամեն ինչ անում եմ, որ դու կողքիս մնաս ու դու ինձ սենց ես պատասխանում, հա? Ես ինչի համար եմ տանջվում ու տարապում, հա? Ուզում ես կեր, ուզում ես մի կեր, արդեն զզվել եմ, հոգնել եմ, էլ չեմ դիմանում, ինչքան կարելի է։ Ես վատն եմ, հա, շատ վատն եմ, ամեն ինչ սխալ եմ անում, ամեն ինչ։ Երևի հորդ հետ քեզ ավելի լավ կլինի, հա? Ուրեմն հորդ հետ էլ կապրես։ Հետ արի։ Արման։ Արման։ Արման կանգնի, Արման խնդրում եմ կանգնի։ Կներես ինձ տղես։ Ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց ես իմ զայրույթը քեզանից եմ հանում։ Կներես ինձ, լավ։ Գնանք տուն։ Ուզում էի համոզվել, որ լավ եք։ Ոնց կարող են երկու մարդ այսքան նման լինել իրար։ Փաստորեն կարող են։ Մի բան պարզ է։ Ռոբերտ Խանզատյանը ցանկացել է, որ իրեն մեռած կարծեն։ Ինչի մտածում նա հիմա, ինչի անելով, ինձ հետաքրքրում է, թե որքան ժամանակ նա ինձ թույլ կտա Ռոբերտ Խանզատյան խաղալ։ Ուրեմն դուք չեք ասելու, որ դուք այդ մարդը չեք։ Չեք ասելու։ Ինձ երբեք դուրս գրելու։ Դե կարծում եմ Վաղը, ես ուզում եմ, որ դուք ինձ վաղը դուրս գրեք։ Բայց մինչ այդ մի խնդրանք ունեմ ձեզ։ Կներեք, ուղղակի ուրիշ ոչ մեկին չեմ կարող է վստահել։ խնդրեմ, ինչ կասեք։ Շնորհակալ եմ։ Իսկ բանալին։ Բնականաբանից որ բանալի չկա։ Կզանգեք տիրոջ։ Ես համարը կտամ։ Նա կմոտենա տան։ Թող երկրորդ բանալին բերի։ Ես ներողություն եմ խնդրում, որ դες անհանգստություն եմ պատճառում, բայց ուրիշ ելք չունեմ։ Ես չեմ կարող այնտեղ հայտնվել ու հետո վստահ չեմ, որ ինձ չնետևի։ Հասկանալի է, ես ուշադիր կլինեմ։
Տանտերը երկրորդ բանալին կբերի, կբացեք դուռը, կմտնեք ներս։ Ասեք, որ ես վթարի եմ ենթարկվելու շատ ծանր վիճակս։ Տանը դարակի մեջ դրամապանակ կա, վճարեք ամսվա վարձը, իսկ դրամապանակն մասնագիրը կբերեք ինձ։ Իսկ մնացած իրերը։ Դեղն էին իմ հագուստն է, ուրիշ ոչինչ չունեմ։ Լավ։ Ես պետք է հասկանամ, թե ինչ եմ անում, ու նորից եմ ներողություն խնդրում ձեզից անհանգստության համար։ Տվեք հասցեն, ես հենց հիմա կգնամ ու կգամ։ Սա էլ առախոսի համար։ Էսո բան չէր եղել, բժիշկը տենց իրար խառնված դուս եկավ։ Ես չեմ նկատել։ Լավ ես։ Դուրս գրվելու հույսեր կան։ Շուտով։ Զանգեցիր։ Չէ, Բա ինչի համար ուզում էիր, արագացնում էիր։ դեռ ժամանակը չի։ Ինչ։ Ոչ մի բան։ Ես հիմա կգամ։ Ասա, Մարդ դու կարող է հիվանդանոցի տարածքում ես։ չէ, դու չես ասել, որ այդ պետք չեմ։ Այդ բժիշկին պիտի հետևենք, ինչ որտեղ գնաց։ Այն չանենք։ Ոնց ինչ որ բան էին փսփսում։ Ես հեռու եմ, դու ինձ ասել ես ես մանեին հետևեմ, մտերմանամ, ես էլ մտերմանում եմ։ Այդ լավա որ հումոր ես անում, բայց պետք է հետևենք տենանք ուր գնաց։ Լավ, հանգստացի ստեղ եմ։ Ու արդեն բժիշկին տեսա տաքսի են նստում։ Դե դավայ քեզ տեսնեմ։ Դե լավ, Սոնա ջան, այդքան մի նեղվի։ Քո երեխան է, հոգեզանը չի նեղանալու։ Ես չպիտի ինձ տենց պահի, ախր ինքը մեղավոր չի։ Դու էլ մեղավոր չես։ Ստացվում է, ինչ անես։ Մարդ ես, հո երկաթից չես։ Ներվերա մեկ-մեկ չի դիմանում։ Դու կարծում ես ես իմ երեխեքի վրա հետ չեմ ջղայնացել։ Դու իմ նման։ Շատ ավելի վատ։ Ինչ անենք, պատահում է։ Սոնա, իսկ քո այդ նախկին ամուսնու պլանները հեչ չեն իրականանա, չմտածես։ Դրանով երեխա կտա։ Ես չգիտեմ էլ ինչ անեմ, որ կողմ գնամ։ Հիմա ակումբում չեմ պարում, դպրոցում եմ դաս տալիս։ Բայց այդ դասերն իմ վրա ավելի թանկ են նստելու։ Իսկ երբ ակումբում էի պարում, գոնե երեխուս էի նորմալ պահում։ Մարդ չգիտի որն է լավ, որն է վատ։ Բայց դպրոցի դասը ինչով է վատ։ Այն մարդնով միջնորդելա, որ ես աշխատանքի ընդունվեմ։ Արդեն պարզ է։ Ու ես պիտի հիմա այդ մարդուն խնդրեմ, որ ինձ օգնի։ Դատական պրոցեսն է ժամանակ։ Ես մենակ այդ պատմության տակից դուրս չեմ գա։ Ասում ես, այդ մարդը լավ մարդ չի։ Ինձ համար արդեն մեկ է։ Ես ձեզ էր Էս Ուր, հլը սպասի։ անասուն։
Ես ընդամենը պարում եմ։ Գիտեմ, հանգստացի։ Հարևաններն էլ են արդեն խոսում։ Ես նկատում իրենց հայացքները, փորձում եմ չնկատել, բայց չի ստացվում, չեմ կարող թքած ունենալ։ Նենց է նայում, ոնց որ անբարոյական լինեմ։ Հանգստացի աղջիկս, հանգստացի։ Չասես էլ այտենց բան։ Դու էլ ես զարմացել ու նեղվել, երբ իմացել ես որտեղ եմ աշխատում, չես հիշում։ Հիշում եմ, բայց այն ժամանակ ես քեզ դեռ չէի ճանաչում։ Նարնե, ես չեմ կարող թակել ես մարդկանց դռներն ու ասել, որ ես պարուհի եմ, ինձ ճանաչեք։ Ես էլ չեմ երազել ակումբում պարելու մասին, բայց ինչ անեմ։ Զոնա ջան, պետք չի ոչ մեկին ոչ մի բան բացատրել։ Մարդիկ խոսալու առիթ միշտ էլ գտնում են։ Մարդիկ հաբա դատարանը կամ դատավորը կարող են չէ մտածել, որ ես վատ մայր եմ։ Կմտածեն, չէ։ Մենք պետքա լավատես լինենք, Սոնա։ Տեսնում ես, որ դու էլ չես հավատում քո ասածին։ Ես ձեր շենքի դիմացն եմ, ձեզ եմ սպասում։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Անդրանիկն եմ, դուք եք զանգել։ Հա, ես էի։ Ինչ է եղել, ինչ է պատահել։ Դե վթարի է ենթարկվել, քանի օր է հիվանդանոցում է։ Ես էլ մի քանի օր գալիս եմ, որ տան վարձը վերցնեմ, չկա ու չկա։ Հա, ես պետքա իր իրերը վերցնեմ։ Տան վարձը։ Կվճարեմ, բայց խնդիրը այն է, որ բանալին չկա։ Այդ վթարի ժամանակ կորել է։ Ասենք ես այդ դուռը բացեցի, դուք այդ իրերը տարաք։ Բա որ ինքը գա ասի ուր է իրերս, ես ինչ ասեմ։ Չի ասի, ինքն է ինձ ուղարկել։ Լսեք, նրան այս քաղաքում ոչ ոք չի ճանաչում։ Նա ձեզ ասել է, որ 20 տարի է Հայաստանում չի եղել, չէ։ Ասել է։ Դե դեպքում ես որտեղից գիտեմ այս ամեն ինչը։ Լավ, գնացինք։ Ինչ կա։ Իզուրել եկա։ Ուր էր գնում։ Չգիտեմ ինչ որ մտել էր խանութ առևտուր էր անում։ Բա ինչ է այդպես խառնված։ Չգիտեմ։ Լավ, դե գնա մանեի հետ մտերմանալու։ Ոնց ասես։ Ասա տեսնեմ ինչ կա։ Չես հավատա։ Դու ասա, ես իմ ամեն ինչի կհավատամ։ Բժիշկը գիտես որտեղ է։ Հա։ Ռաֆայելի վարձաստուն է եկել, ինչ որ իրեր վերցնելու։ Ուրեմն այդ Ռաֆայելը չի կորցրել հիշողությունը, հա։ Փաստորեն չէ։ Բա ինչի չի ասում, որ ինքը չի։ Չգիտեմ։ Այդ ինչը վաղ չունի։ Չի մտածում, որ աչքիսը դիաստատ մի պատճառ ունի։ Բժիշկը ամեն ինչ գիտի։ Բա Գագոն։ Գագոն նույնը։ Այդ իմ դեմ է խաղում, հա։ Փաստորեն հա։ Մարդը ուզում է լավ ապրի, օգտվի այս վիճակից։ Լավ, ժամանակն է, որ վերջ տանք այս խաղին։ Դու միակ մարդն ես, ում ես վստահում եմ։ Գիտեմ։ Ոնց տեսնում ճիշտ եմ, որ այդ Գագոյին չեմ վստահել։ Ասում էի, չէ։ Նա ինչ եմ ասում։ Մեզ ձեռք չի տալիս, որ ոչ մեկը իմանա ճշմարտությունը։ Պետք է նենց մարդ չլինի բացի քեզնից, որ իմանա ով է հիվանդանոցում պարկած է։ Հիմա արդեն Գագիկն էլ է ցուցակում։ Հասկացա։ Դե դու գիտես ինչ անես։ Գիտեմ։ Ես քեզ չէի ասել, որ չգաս այստեղ։ Լսի աղջիկ ջան։ Դուրս արի այստեղից։ Հանգստացի ու կամաց խոսա, վերջերս շատ բարձր է սկսե խոսել։ Հասկանում եմ, որ ատում ես ինձ ու գիտեմ ինչի համար, բայց ինչ եղել է, պրծել է, անց է գնացել է։ Ձայնդ կտրի։ Հիմա
մի բան հասկացի պարզ, որ խոսքը երեխեքի ապահովության մասին է։ Հասկանում ես այդքանը։ Գնա իմ տանից։ Այ բարև։ Բարև։ Հովան չի եղել։ Չէ, Գագիկը գնում է։ Մամա հաստատ բան չի եղել։ Ասիջ ջան, ոչ մի բան էլ չի եղել։ Մենք ուղղակի մամայի հետ զրուցում ենք։ Լավ դե, որ բան չի եղել։ Չես հավատում ինձ։ Չէ, հավատում եմ։ Մամ։ Գնացեք վերև։ Մամ, պետք է մնամ։ Չէ, գնացեք։ Ամուսնու տեսօր կամ վաղը դուրս են գրելու։ Հետո կգնաս մոտը, կհամոզես, որ դուրս գրվելուց հետո չգայես տուն։ Եթե չես ուզում իհարկե, որ այս ամեն ինչը շատ վատ վերջանա։ Արդեն սկսեցիր իրական դեմքդ ցույց տալ։ Հասկացար։ Հերու կմնաս իմ տնից ու իմ երեխաներից։ Ամուսնուց տեր։ Այդ արդեն ինձ չի հետաքրքրում։ Մի քանի օրից ում պատճառով որ Ռոբը փորձել է ինքնասպանություն գործել, գալու են իրենց փողի հետևից։ Ինչա դու ուզում ես որ գանստեից տանեն իրանց պարտքը, հա? Չես ուզում, չէ՞։ Դե ուրեմն կանես են ինչ որ ասում եմ քեզ։ Հա, ինչ ալոց։ Պատմությունից 20 տարի անցել է արդեն։ Անձամբ ես ոչ մի բան չեմ հիշում։ Եթե էլի շարունակես։ Ախորժակը նայի սրա։ Մայրս է։ Մայրս ինձ շատ դժվար է մեծացրել։ Որովհետև հայրս շուտ էր մահացել։ Երկու տեղ էր աշխատում։ Բացաների գործարանում, իսկ գիշերները սպիտակ եղան էր լվանում։ Որ ինձ պահի։ Այդ ընթացքում ես սովորում էի։ Սկզբից դպրոցում, հետո համալսարանում։ Ամեն առավոտ, երբ մայրս մազերներս սանրում էր, չաշասենյակի հայլու դիմաց։ Ես գլուխս թաքցնում էի վերմակի տակով, արցունքներով լաց լինում, որովհետև տեսնում էի, թե օրեցել ոնց է մորս մազերը ջերմակում։ Հետո արդեն սև մազերն էին հատիկ-հատիկ երևում ջերմակ մազերի մեջ։ Մայրս շուտ էր ծերանում։ Իսկ հետո ինչ որ ես արեցի, հիմա չգիտեմ, չեմ հասկանում, թե ինչու արեցի, ոնց, ինչ ինձ դրդեց։ Բայց վախն ինձ հաղթեց։ Ինչ եք արել, որ այդպես։ Ես 20 տարի չեմ տեսել մորս։ 20 տարի։ Նրա մահվան մասին իմացա վերջերս։ Մայից 3 տարի հետո։ Այցելեցի նրա գերեզմանին։ Մայրս որի ջերմակած ամեն մի մազի պատճառը ես եմ եղել։ Ծանր տարիների,
Սով, ցուրտ, պատերազմ։ Ընկերներիս հերթով բանակ էին տան։ Ես մի ընկեր ունեի, Արմեն Դրանունը։ Միասին եք մեծացել, ու հաճախ իրար հետ ենք կիսել գործերանից մորս բերած Բադրիջանի խավիար հառացացի։ Արմենին տարան։ Վճատ հանգիստ գնաց։ Մտածում էր եթե ոչ ինքը, ապա ով իր փոխարեն պիտի պահպանի մեր սահմանը։ Ես սովորապես հիշում եմ այդ օրը։ Արմենը գնաց ջպիտի դեմքին։ Նրան ճանապարհում էինք ես ու իր հղիկին։ Նոր էին ամուսնացել։ Մի քանի ամիս հետո Արմենի դիակը չգտա։ Ու ես փախա Հայաստանից։ Փախա վախից։ Ընկերոջս մահի մեջ տարօրինակ վախ ծնեց։ Մի օր եկան իմ ետևից, որովհետև մի քանի անգամ ծանոթացագիր էին ուղարկել, իսկ ես վախենում էի գնալ զինկոմիսարիատ, վախենում էի։ Եկան տուփ։ Մենք ապրում էինք Երևանի ծայրամասում։ Փոքրիկ օղակտոր ունեինք։ Նրանք ներս մտան դռնից, ես փախա պատուհանից։ Անցա հարևանի հողամասը, հետո լեռնագողը մտա, թաքնվեցի։ Այդպես էլի մի քանի ամիս շարունակ մինչև մարդկանց գտա, ովքեր թղթերս սարքեցին ու իրենց հետ փախցրեցին Հունաստան։ Հունաստան գնալու համար մայրս վաճառեց ամենաթանկ բանը, որ ունեինք տան։ Ժառանգություն ստացած օղերը։ Հաճավեց որ ինձ ուղարկի, որ հետո ինքը ապրի միայնության մեջ, որ ծերության տարներին մի բաժակ ջուր տվող չլինի, որ իր մահից մի քանի օր հետո հարևաններն իմանան նրա մահվան մասին, որ ամբողջ թաղով փող հավաքեն ու թաղեն նրան։ Ես վստահ եմ, որ մայրս ներել է ինձ։ Միգուցե երբեք էլ վիրավորված չի եղել ինձնից, բայց ես չեմ ներել ինձ։ Չեմ ներել ու չեմ էլ ների։ Ներեցեք։ Առաջին անգամն է, որ խոսում եմ այս մասին։ Տանը մենք վիրակապերը քանդելու։ Հա, գնանք։ Բժիշկ, ես ուզում եմ, որ ինձ դուրս գրեք։ Այսօր։ Բարև ձեզ։ Ոնց ես, պապ ջան։ Լավ եմ արդեն։ Ու երբ այսօր ինձ դուրս գրեն ու գամ տուն։ Վաղ, ինչ լավ է։ Իսկ հիմա պետք է գնամ, որ վիրակապերս քանդեն։ Մենք երևի դրսում սպասենք։
Նայեցիք ծրարը։ Ինչ ծրար։ Ձեզ համար ծրար էին ներքևում թողել, բերեցի քնած եք, դրեցի դարակում։ Երբ։ Այդ ես Մարինեին խնդրել է, որ ծրարը ինձ անձամբ հանձնի։ Չգիտեմ ով է թողել ներքևում։ Ես այս ծրարը պետք է մենակ նայեմ։ Խնդրում ինձ մենակ թողեք։ Ես պետք է... Չեք ասելու ով եք։ Ես դեռ ոչինչ չեմ որոշել։ Խնդրում եմ ինձ մենակ թողեք։ Լավ։ Ես որտեղ եք եկել ապրում, ոնց ես դիմանում։ Դե լավ, Սոնա ջան, գնա գործերիդ նայ։ Ես էլ գնամ։ Խնդրում եմ էլի արի։ Կգամ, անպայման կգամ։ Դե լավ մնա։ Ապրես։ Կգամ, Սոնա։ Գաստես երբ կբերեմ պապային։ Ինչ լավ է, որ դուրս են գրում, վերջապես։ Հա, ու կարևորը մեր տուն է գալու։ Իմ պապան մեր տանն է ապրելու, Աստված, իմ դրանից լավ բան չէր կարա լիներ։ Ինչ է անում։ Էդ ինչ է։ Երևի հայրդ երջանիկ է։ Բժիշկ նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է։ Ոնց որ ուրիշ մարդ լինես։ Մազերդ սպիտակել են։ Մի տեսակ։ Փոքրել եմ։ Հա։ Մի քիչ լցվել ես երևի։ Հնարավոր։
Կարևորը որ հիմա լավ ես։ Ու տուն ենք գնում։ Մեր տուն։ Մայրը դու քույրդ որտեղ են։ Դրսում։ Արման, բացա։ Բացա։ Իսկ մանեն ուր է։ Մանեն մի քիչ շուտ ա տուն եկել։ Իրա սենյակում ա։ Ինչու չսպասեց։ Այսօր դու ծրար ես ստացել։ Մանեն պատահաբար տեսավ այդ ծրարը։ Ու ոնց հասկանում ես շատ ուրախացավ։ Մամա, Ինչ չասեմ։ Խնդրում։ Մանեն կանչի ես խոսեմ դա։ Ես քեզ խնդրում եմ։ Չեմ գոռում, չեմ ստիպում։ Խնդրում եմ գնա այստեղից։ Ես չեմ ուզում թեկուզ մի գիշեր էս տանը մնաս։